Խութեցի ջորեպանի հետ։ Բաղեշից դեպի դաշտի գյուղերը մի մարդ էր գնում բարձած ջորին առաջին։ Իմ բախտից ջորու կապը քանդվեց և վրայի բեռը շուռ եկավ։ Թե ինչ կար մեջը, չիմացա, միայն այն նկատեցի, որ ջորեպանը հուսահատորեն այս ու այն կողմը նայեց, կարծես մարդ էր փնտրում բեռը բարձրացնելու։ Ես վազելով հասա և տիրոջ օգնելով բեռը դրեցինք գրաստի մեջքին և պարանը ամուր ձգելով կապեցինք փորատակին։ Ծանոթացանք։ Ջորեպանի անունը Երանոս էր։ «Կարելի է ընկերանալ», հարցրի ես։ «Ինչու՞ չէ, միասին գնանք», ասաց քեռի Երանոսը։ Նա ամենևին կասկած չտարավ, որ ես փախստական եմ, և շատ ուրախացավ, որ ճանապարհի ընկեր ունի։ Քաղցած էի։ Մոտը հաց ուներ։ Ինձ հաց տվեց, մի քիչ էլ չամիչ, որ հավանորեն Բաղեշի շուկայից էր առել։ Ջորին առջևից էր գնում, իսկ մենք ետևից։ Բաղեշից դեպի դաշտ գնացող ճանապարհը մի խճուղի էր, որ տանում էր դեպի Մուշ։ Չգիտեմ ձեզանից ով է գնացել այդ ճանապարհով, կամ մեկնումեկը ձեզանից բախտ կունենա երբևիցե նրանով գնալու, բայց դիպվածը այնպես բերեց, որ ես մինչև Խութասարերին հասնելը անցա այդ ճանապարհով, և այն էլ մի ջորեպանի ընկերակցությամբ։ Բաղեշը վաղուց մնացել էր ձորի մեջ իր կարմրակ վանքով և բարձրապարի սպամրոցի կողերին հարվածող որոտաձայն գետակով։ Կիրճի մեջ էին մնացել քարաժայռին կանգնած Մուշի բանտը և խաչմանուկյանների շքեղապարանքը ճաղավոր պատշգամբով։ Չամիչ ուտելուց սաստիկ ծարավել էի։ Ջորեպանն ասաց, որ շուտով ինձ կտանի մի սառնորակ աղբյուրի վրա։ Եվ իսկապես, շատ չանցած մի հրաշալի աղբյուրի վրա հանեց ինձ քեռի Երանոսը։ Դա Մեղրագետի ակունքն էր։ Մեղրագետի ակը լճաձև է, ջուրը արտասուքի նման զուլալ և գոյանում է Նեմրութ լեռան գագաթի ծովակներից։ Այդ ջրի մասին ասված է. «Մուշից դեպի Բաղեշ և Բաղեշից դեպի Մուշ գնացողը այն ժամանակ կհոգնի, եթե Մեղրագետի մոտով անցնելիս կմոռանա խմել նրա ակունքից»։ Ես չէի ուզում հոգնել, որովհետև երկար ճանապարհ ունեի գնալու և կռանալով խմեցի նրա ջրից։ Միշտ ախորժելի է այն ջուրը, որ ակունքից ես խմում։ Ջորեպանն էլ խմեց։ «Հնում այս ակունքի տեղը մի թոնիր է եղել», ասաց քեռի Երանոսը ջորին շարժելով։ «Գյուղի երեցկինը հաց թխելիս է լինում, մի աղքատ մարդ գալիս է և երեցի կնոջից մի հաց է խնդրում, ի սեր Քրիստոսի։ Տիրուհին տալիս է հացը, աղքատը նույն աղերսով մի կտոր պանիր է ուզում։ Երեցկինը պանիր էլ է տալիս։ Աղքատը Քրիստոսի սիրո համար մի համբույր է խնդրում։ Տիրուհին իր սիրուն երեսը մոտեցնելով թույլ է տալիս, որ իրեն համբուրի։ Այդ միջոցին ներս է մտնում երեցը։ Նա կնոջը զայրացած հարցնում է համբույրի մասին։ Երեցկինը ասում է, թե այդ մարդը Քրիստոսի սիրո համար հաց խնդրեց, տվեցի, պանիր խնդրեց, տվեցի։ Վերջում Քրիստոսի սիրո համար մի համբույր խնդրեց, չկարողացա մերժել, համբույրն էլ տվեցի։ Քահանան բարկացած ասում է կնոջը. «Քրիստոսի սիրո համար քեզ գցիր էս բարք թոների մեջ»։ Երեցկինը իրեն նետում է թոնիրը։ Թոնիրը իսկույն լցվում է մեղրահամ ջրով։ Տիրուհին դառնում է ձուկ և սուզվում դեպի ակունքը, և գետն էլ այդ օրվանից կոչվում է Մեղրագետ։ Այդ գեղեցիկ ավանդավեպով մենք հեռացանք Մեղրագետի ակունքից։ Բավական առաջացել էինք, երբ քեռի Երանոսը ձեռնափայտի թեթև հարվածով ջորու գլուխը շուռ տվեց դեպի մի բարակ ոտնուղի։
Ավելի շուտ Ջորին ինքը ընտրեց այդ ուղղությունը։ Այդ կենդանին զարմանալի բնազդ ունի։ Արագ ընտելանում է մի անգամ անցած ճանապարհին։ Սովորաբար ջորու գլուխը ձիու գլխից խոշոր է։ Ականջներն ու պոչը հիշեցնում են ավանակին, իսկ սրունքները ձիուն։ Բայց քեռի երանոսի ջորին անհամեմատ փոքր էր, իսկ սրունքները զգալիորեն կարճ։ Միայն պոչը և երկայն ականջներն էին հիշեցնում, որ նա ջորի է։ Ընթացքի ժամանակ պարզվեց, որ իմ ուղեկիցը գնում էր Մարաթուկի կողմերը։ Ընկույզի կոճղեր էր տարել բաղեշ վաճառելու և այնտեղից կերպասեղեն ու չիթ էր տանում սասունցիների համար։ Ավզուտի սար անցնելով մենք մտանք խուտ։ Սկսվեց մեր դժվարին վերելքը։ Ջորին գնում էր քարքարոտ անտառի եզրով։ Կչղակների տակից գորշագույն քերծեր պոկվելով թեթև աղմուկով գլորվում էին անդունդը։ Որքան բարձրանում էինք, այնքան ճանապարհը նեղանում էր, ձգվելով մերթ սաղարթախիտ կաղամախիների միջով, մերթ աննկատ սահում լորենուց խռոված կարմրատերև նորքենու կողքով, և մերթ կայծակնահար ընկուզենու արմատների վրայից դժվարությամբ ցատկելով անհետանում վիհին կռացած մանրատերև սալորենու տակ։ Ջորին սկսեց դանդաղ քայլել։ Այդ տոկուն կենդանին միակ հուսալի բեռնակիրն է վտանգավոր անցուղիներին։ Այնպիսի վերընթաց զառիթափ էր, որ Ջորին երբեմն ընդունում էր ուղղահայաց դիրք, գրեթե կանգնելով ետևի ոտքերին։ Նորանոր քերծեր էին պոկվում, բայց նա օդում թռիչք գործելով զգուշությամբ որսում էր ապահով հենակետ և առջևի ոտքերը այնտեղ տեղափոխելով պատրաստվում էր երկրորդ թռիչքին։ Ջորեպանը տեսնելով, որ դրությունը վտանգավոր է, մի կերպ առաջ անցավ և գրաստի օղակապից բռնելով սկսեց ընթանալ անդնդի եզրով։ Գնում էինք։ Քեռի երանոսը առջևից, ես ետևից, Ջորին մեջտեղից։ Ուղղակի զարմանք էր, որ բեռը չէր քանդվում։ Այդքան ամուր էր կապված։ Սալորենու տակ մոլորված կածանը վերստին հայտնվեց, իջավ, բարձրացավ անտառի կողերով և դարձյալ խճճվելով մենավոր մի տանձենու հողմահար սաղարթների մեջ, շնչակտուր դեմ առավ մի լերկ քարափի։ Բայց ես պետք է բաժանվեի իմ ջորեպանից։ Նա գնում էր սասուն, իսկ իմ այնտեղ գնալը ավելի երկյուղալի էր, քան անդունդների եզրով քայլելը։ Չէ՞ որ ես սասունից էի գնացել բաղեշ, ինձ կարող էին նկատել և նորից բանտ առաջնորդել։ Այս մտքերի մեջ էի, երբ ջորեպան երանոսի խոլինջը բռնեց։ Նրա մեջքի մկանները հանկարծ բռնվեցին։ Սկսվեց ուժեղ փորացավ, և նա գրաստի պարանը թողնելով ուժասպառ նստեց մի քերծի, կարծես մեջտեղից կիսված։ Այդ բանը հաճախ է պատահում երկար ճանապարհ գնացողների հետ։ Ես ինձ չկորցրի։ Ջորին քաշեցի քարափի տակ, հիվանդի թևերը իսկույն խաչաձև ծալեցի կրծքին և ետևի կողմից թաթերը դեպի մեջքը շուռ տալով, մի ծունկս մեջքի մի կողմին դրած, մյուսը մյուս կողմին ամուր ձգեցի։ Թիկունքից մի քանի անգամ ուժեղ ճարճատյուն լսվեց։ Ջորեպանի ցավը անցավ, և մենք շուտով ելանք ոտքի։ Քարափը շուռ էինք գալիս, երբ մեր ճակատին երևաց ծովասարը։ Ջուխտակ գլուխ Մարութասար, տխրում ես առանց զոքանչի, հանկարծ բացականչեց քեռի երանոսը, շեշտ նայելով դիմացի բարձր լեռան, որի մեծ գագաթը ծովասարի թիկունքից ուղիղ կախված էր մեզ վրա։ Ես հետաքրքրվեցի, թե դա ինչ բան է։ Քանի որ դու իմ խոլինջը կոտրեցիր և մենք շուտով բաժանվելու ենք, ես քեզ կպատմեմ Մարութասարի և նրա զոքանչի պատմությունը։
Սասունում Փեսայի համար ամենասիրելի անձը զոքանչն է, ասաց Երանոսը, ջորու փորատակի կապը թեթև ամրացնելով։ Մի նորափեսա իր զոքանչի և խնամիների հետ ուխտի է գնում Մարաթուկ։ Վերադարձին նա իր զոքանչին խնդրում է խնամիների հետ մի քիչ առջևից գնալ, որ ինքը առանձնության մեջ սրտի խոսք ասի Մարութասարին։ Երբ փեսան տեսնում է, որ մնացել է բոլորովին մենակ, ետ դառնալով երկար նայում է այդ լեռանը և բացականչում. մեռնիմ քզի, ջուխտակ գլուխ Մարութասար, դու անզոքանչ, իմ ալ կմնաս հուտա։ Այս խոսքերով էլ ջորեպան Երանոսը վերջացրեց իր զրույցը և մենք բաժանվեցինք։ Նա ջորու առաջ ընկած մեկնեց դեպի Սասուն, Մարաթուկի կողմերը, իսկ ես ծովասարի լանջերով շարժվեցի դեպի Բռնաշեն։ Հավատքի ուժը։ 2-3 քարընկեց էր մնացել, որ հասնեի Սուրբ Աղբերիկ, երբ իմ առաջ բացվեց լեռնային աշխարհի անկրկնելի մի տեսարան։ Մի խումբ սասունցիներ ձորի խոր հատակից քարքաշով դեպի Սարի գլուխն էին հանում մի վիթխարի ջրաղացքար։ Քարքաշը երկճղանի կոշտ ու կոպիտ մի փայտ էր, ուղղահայաց մի ցից կենտրոնում։ Գլխի հաստ կողմում կացնի նեղ բերանով փորված մի անցք կար։ Ջրաղացքարը պառկեցրել հագցրել էին ցցի վրա։ Փորանցքից մի երկայն շղթա էին անցկացրել, շղթայից հորիզոնական ձողեր։ Երկու կողմից երեքական տղամարդ ձեռքերով պինդ բռնած և կրծքերը դեմ տված այդ ձողերին հսկում էին, որ հավասարակշռությունը չխախտվի։ Լծել էին նաև 7 լուծ եզ, հոտաղները լուցքերին, և անդունդի թեք քարքարոտ կողերով դեպի վեր էին տանում հսկա քարը, ամեն րոպե պատրաստ քարքաշով, ջրաղացքարով և լծկաններով ձորը գլորվելու։ Թվով 18-20 հոգի էին, բոլորն էլ դարչնագույն թուխ դեմքերով, բրդյա գդակներով և կռնակներին այծամորթի։ Ամենից բարձրահասակը մի հաղթանդամ ծերունի էր ալերոտ հագուստով։ Սա ետևից էր գալիս, զգուշորեն հետևելով, որ քարը չպոկվի քարքաշից։ 2 օր առաջ լեռնային հեղեղը քանդել էր Քեռի Միրոյի հնադարյան ջրաղացը և նրա վերին քարը տեղահանելով գլորել անդունդ։ Տեսնողների վկայությամբ քարը շարունակել էր թավալվել անդունդի հատակին, իր վրայից դեն շպրտելով հեղեղի կատաղի հորձանքները։ Այդ բանը ավելի ամրապնդել էր խութեցիների հավատքը իրենց ջրաղացի զորության մասին։ Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայից վերադառնալով Հավատամք լեռան վրա պատերազմի էր բռնվել Տարոնի քրմական բանակի դեմ։ Ավանդություն կա, որ նա իր ձեռքին բռնած փայտաշեն խաչով հաղթել է քրմական բանակին, և նրանց առաջնորդներ Գիսանե և Դեմիտրի քրմապետերին սպանելով և նրանց մարմինները այրելով, մոխիրը Փրեբատմանի կամուրջից թափել է ջուրը։ Պարտված քրմերի և քրմուհիների մի մասը իրենց տաճարների փլատակներից փախչելով, ըստ ավանդության վերափոխվել են կաքավների, իսկ մյուսներին Լուսավորիչը ժողովելով լցրել է Հավատամք լեռան և Սաստո լեռների անդունդների մեջ, նրանց վրա շպրտելով հսկայական քարեր։ Միայն մի կաղ դև է ազատվել այդ մութ զնդաններից, խոստանալով որպես փահլևան հավետ ծառայել Սուրբ Կարապետի և Սուրբ Աղբերիկի վանքերին, մաքրելով նրանց կրակարանները և մոխիրը գիշերով թափելով Փրեբատմանի մեջ։ Ու Տարոնի ժողովուրդը հավատում է, որ երբ ամենքը քնած են, կաղ դևը, իր հսկա սակառը շալակած, գիշերով գալիս մաքրում է այդ վանքերի մոխիրը և մի ոտքը Շամիրամի լեռանը դրած, մյուսը ծովասարին, Մարաթուկի վրայով շտապում է դեպի Բաթմանի կամուրջը,
և կռանալով իր ծանր բեռը դատարկում է գետի մեջ։ Սասունցիները իրենց լեռների խոռոչներում ժամանակին հայտնաբերել էին ապառաժյա աղաքարերի բազմաթիվ կուտակումներ։ Իբրև թե դրանք եղել են Մշո դաշտի քարե հեթանոս մատյանները, որ Գրիգոր Լուսավորիչը կործանելով շպրտել է փախչող դևերի ետևից։ Հեթանոս գրերը ակնթարթում մեղուներ դարձած պարս են կապել ծիրընկատարի ծերպերին, իսկ սարաժայռերը իրար վրա կուտակվելով փակել են լեռների խոռոչներում թաքնված դևերի փախուստի ճանապարհը։ Խութեցիները մանավանդ հավատում էին, որ իրենց ջրաղացքարը այդ ապառաժներից է շինված։ Այդ էր պատճառը, որ գյուղացիները հավաքվելով միահամուռ ուժերով նորոգել էին ավերված ջրաղացը և 7 լուծ եզ և քարքաշ առնելով իջել էին ձորը, որ նվիրական քարը խորխորատից բարձրացնեն և նորից հաստատեն իր հիմքին։ Թեթև դադար եղավ։ Երբ հրաման տրվեց գութանը քաշելու, հոտաղները ցատկեցին լուցկերին, ձայն տվին իրար, եզները ձգեցին շղթան և քարքաշը տեղից պոկվելով շարժվեց սարն ի վեր։ Հոտաղներից մեկը Տալվորիքսի Ֆադեն էր։ Սա նստած էր առաջին լուցկին, քշտած ոտքերը անդունդի վրա կախած։ Ֆադեն խտանակածից առաջինն էր տեսել անդունդի հեղեղի մեջ թավալվող քարը և թիակը ուսին դեպի ծովասար գոռալով շտապել էր օգնության։ Ես էլ մասնակցեցի խութեցոց ջրաղաց քարը անդունդից հանելու աշխատանքին։ Միայն մի կարճ պահ տևեց իմ մեկուսի կանգնելը։ Վայրկենապես մոտեցա և ծերունի Միրոյի կողքին տեղ գրավելով իմ կուրծքը դեմ տվեցի երկաթե շղթային։ Մանրատերև սալորենու տակ մոլորված կածանը անդարձ կորել էր, շնչակտուր դեմ առնելով լերկ քարափին։ Ինչ-որ ջրհեղեղից անդունդ քշված մի քար էր, որ նույնպես կորցրել էր իր ուղին, և մենք, մեր ուսերն ու բազուկները իրար նեցուկ արած և հավատքով կպած գործին, ժայռոտ լեռնալանջով նրան մղում էինք դեպի վեր, դեպի արևոտ բարձունք։ Եզները ձիգ տալով դանդաղ շարժվում էին կչղակները ապառաժներին սեղմած։ «Հասա՛նք, հասա՛նք, ձեզ Ղուրբան, հասա՛նք»։ Ետևից ոգևորում էր ջրաղացպան Միրոն, շարունակելով աչալուրջ հսկել, որ քարքաշի հավասարակշռությունը չխախտվի։ Վերջապես մեծ դժվարությամբ ջրաղացքարը անդնդախոր ձորից հանեցինք Սարի գլուխ, խորթուբորդ ոլորաններով հասցրինք ջրաղացի դուռը, թեթև կռանեցինք և մեր թևերին առած ներս տանելով հաստատեցինք ներքին քարի վրա։ Ֆադեն իսկույն կարգի բերեց մայր առուն և ջրաղացը նորից սկսեց թափով աշխատել։ Աղորիքի տերը, քեռի Միրոն, բոլոր մասնակիցներին ճաշ տվեց և իմանալով իմ պատմությունը, ինձ պահեց իր մոտ, թաքցնելով իր շողտան մեջ, ջրաղացի ստորին հարկում։ Ամբողջ գիշերը ջրի զորավոր հոսանքը աչքերիս առաջ ուժգնորեն դարձնում էր ջրաղացի թափանիվը, և ես, այդ պտուտակի մոտ կանգնած, մտածում էի հեղեղից քանդված և վերականգնված ջրաղացի մասին և այն զարմանալի տոկուն ջրաղացպանի մասին, որի անունը Միրո էր, այն լեռնականների մասին, որոնց կամքը ավելի հզոր էր, քան լեռնային ամեհի հեղեղը։ Միայն հավատքի ուժը կարող էր անդունդի հատակից վեր բարձրացնել խորտակված ալյուրաքարը։ Եվ ակամայից ես մեր ժողովրդի բախտը համեմատում էի խութեցի Միրոյի ջրաղացի հետ։ Պատմության դաժան հեղեղը մեր ազգի բախտի ջրաղացքարը նետել էր անդունդ։ Ո՞վ պետք է վերևից զգաստ աչքերով նկատի ահեղ վտանգը և սարից սար գոռալով առաջինը շտապի օգնության։ Ո՞վ պիտի այդ տեղահանված քարը անդունդից հանի և վերստին հաստատի իր հիմքի վրա։ Դա պետք է անենք մենք, պետք է անեն հավատի ուժը և հավատավոր մարդիկ։
Եթե բոլորս իմի զորվենք և մեր կամքը դարձնենք մի հսկա քարքաշ, անկարելի բան է, որ մեր բախտի քարը, հեղեղից պարտված, մնա անդնդում։ Ավե Լուսադեմին մի բռնաշենցի մտավ ջրաղաց։ Կորեկ էր բերել աղալու։ Միրոն նրան հերթ նշանակեց և հարցրեց, թե ինչ նորություն կա։ Բռնաշենցին հայտնեց, որ Գևորգ Չաուշը և Անդրանիկը 2 օր առաջ մտել են Գեղաշեն և սպանել մատնիչ Ավեին։ Բռնաշենցին վարպետ հեքիաթ պատմող էր և անունը Ծաղիկ Համբարձում։ Նա իր պատմությունը սկսեց բավական հեռվից։ Պատմեց, ինչպես լսել էր։ Պատմեց դարերի համար։ Կգան, լուսահոգի Սերոբ Փաշին կբողոքեն, թե Գևորգ Չաուշի հորեղբայրը երեխա չունի, կուզի նոր կնիկ առնի։ Երբ Սերոբ Փաշեն էդ մասին կիմանա, գործը կհանձնի Գևորգ Չաուշին։ Գևորգը կսպանի իր հորեղբորը, բայց հետո հոգեպես կտանջվի։ Կելնիկ երթա Անդրանիկին կասե. Անդրանիկ, Սերոբ Փաշեն իմ ձեռքով իմ հորեղբորը սպանել տվեց մի կնոջ համար, իսկ ինչու Սոսեի հետ ման գիգա սարերում։ Անդրանիկ էդ որ կլսի, կելնիկ երթա Սերոբ Փաշի մոտ. Փաշա, Սոսեին դիր մի տեղ, երբ կուզես գնա տես արի, բայց խմբի հետ մի պտտցրու։ Էդպես որ կասե, Սերոբ Փաշեն կպատասխանե. Էդ քո խոսքը չէր, քեզ դրդող է եղել։ Ով որ դեմ է, որ ես Սոսեին խմբի հետ ման բերեմ, թող զենքը ցած դնի ու քելե։ Ու Սերոբը էստեղ բոլորովին զինաթափ կենե, Անդրանիկին էլ, Գևորգ Չաուշին էլ։ Էդպես որ բոլորին զինաթափ կենե, Գեղաշենի ռես Ավեն ուշիկ կելնի ու կերթամուշ Մութասարիֆի մոտ։ Մութասարիֆ կհարցնե. Հա, ռես, Սերոբ Փաշեն մեր հոգին վառեց, մի բարի լուր բերել ես, թե ինչ հնարքով բռնենք նրան։ Բերել եմ, աղա, իր ետևի պատն էլ, առջևի պատն էլ փլված է։ Մութասարիֆը ուրախությունից մի ուխալ ոսկի կիտա Ավեին։ Ավեն ոսկին կվերու, հետ էլ մի քիչ դեղին լեղի ու կիգատուն։ Պանիրը կթույնե ու կտանի Սերոբ Փաշին։ Սերոբ Փաշեն պանիր շատ կսիրե։ Իր հետ խութեցի մի լամուկ կեղնի, որ փոքրուց Սոսեի ձեռքի տակ էր։ Լամուկն ու Սոսեն էդ պանիրից քիչ կուտեն, իսկ Սերոբ Փաշեն շատ։ Լուսադեմին Սոսեն կելնի դուրս, կտեսնի սարի կողից Բշարե Խալիլի աշիրեթը կիգա, իսկ դաշտի կողմեն կարմիր գլուխ սև ասկյարը։ Սոսեն կասե. Փաշա, զորք եկավ։ Փաշեն կասե. զիմ չափլին տուր։ Կառնե չափլին, կվազե ու կկրակե։ Բայց ուշքը վրան չէ, գնդակ թարս կղրթա։ Սերոբը ուժասպառ կպատի քարին։ Սոսեն կգրկե ռանչվար Սերոբին, որ բարձրացնի, մազերը կթափվեն իր չոքերի վրա։ Սոսեն կվերու հերոսի չափլին ու խութեցի լամուկի հետ կմտնի դիրք։ Խութեցի լամուկ նեղ կընկնի, կելնի, որ փախչի։ Սոսեն հետևից կբոռա. Լամուկ, դու ուխտ էիր արել, որ Փաշի հետ մեռնես, ինչու կփախչես։ Լամուկը ետ կդառնա, կասե. ուխտ կանեմ, որ իմ արյուն ու Սերոբ Փաշի արյուն խառնվին իրար։ Ետ կիգա, կմտնի քարի ետև ու կսկսի կրակել։ Լամուկը կսպանվի, Սոսեն կվիրավորվի։ Անդրանիկ սեմալ կեղնի,
Գևորգ Չաուշն էլ կողքին նստուկ։ Սոսեն կբոռա սարից. «Սերոփի օր հասն է, հասեք»։ Անդրանիկ կլսե Սոսեի կանչ։ Հեյվախ կասե. Սերոփ փաշեն ձեռքից գնաց։ Կզարկի գլխին ու բարկությունից կերթա կիգա սեմալցոց տանիքին։ Գևորգ Չաուշ կվազե ետևից կասե. «Քուտուն չավրի Անդրանիկ, փաշեն ինքն է մեզ զինաթափ արել, էլ դու ինչու կտանջվես նրա համար»։ Խալիլ աղան կկտրե մեռած Սերոփի գլուխը ու կտանի Մուշ, էնտեղից էլ Բիթլիս։ Մյուս օր Գևորգ Շաուշն ու Անդրանիկ կիգան Տեր Քաջի տուն, զենքեր կվերուն ու կերթան Ավեի հոգուն։ Անդրանիկ ոսկրացավով հիվանդ կեղնի ու ձեռքին մի փետ։ Զգույշ կմոտենան դռան ու բանալուց ակեն ականջ կդնեն։ Կիշեն, որ ռես Ավեն տուն չէ, գնացել է ժղլտուն։ Պատի տակ կսպասեն։ Իրիկվան Ավեն կիգա կմտնի իր օդեն։ Իրենք ետևից ներս կմտնին։ Ավեն տղեկին տեսնելով կելնի կկանգնի։ Անդրանիկ կասե. «Մեղա Աստծո, դու իմ ալ կելնիս կկանգնիս մեր առջև։ Նստիր, ռես Ավե, նստիր»։ Չէ, դուք նստեք, կասե Ավեն ու աչքով կենե կնկան ու հարսին, որ հաց բերեն Գևորգ Չաուշի ու Անդրանիկի համար։ Գևորգ Չաուշ կասե. «Ռես Ավե, ոչ քո հացը, ոչ քո հարիսեն մեզ հարկավոր չէ։ Մենք կուշտ ենք։ Դու գնա, էն ուխտալ ոսկին բեր, որ Մութասարիֆը տվել է քզի»։ Ավեի ջան դող կընկնի։ Կելնի կերթա մի քանի ոսկի կբերե։ Չէ, կասե Գևորգ Չաուշ, գնա ամանով առ ու արի։ Ավեն կերթա կիգա կես բուռ ոսկի կբերե։ Քեզ բան ասի, գնա ուխալով ոսկին առ ու արի։ Ավեն վախից կմտնի ախոր։ Գևորգ Շաուշն ու Անդրանիկ կիշեն, որ Ավեն ուշացավ։ Կերթան ախոր։ Ախոր մութ կեղնի։ Մոմ լուցկիներ կվառեն կտեսնին, Ավեն 2 տարեկան հորթի ետև կծկված։ Իրենց որ կտեսնի, հորթի ետևից կփախչի կմտնի իր հարսի ետև։ Գևորգ Չաուշը Ավեին հարսի ետևից կքաշե, կբերե օդան։ Ռես Ավե, կբարկանա Գևորգ։ Հերիք է մեզ չարչարես, գնա ուխալով ոսկին առ ու արի։ Ավեն ճարահատյալ կերթա ոսկին կառնե կիգա։ Ավե, կասե Չաուշ, էս ոսկին ով տվեց քեզ։ Ավեն կտեսնի, որ իր սուտ ջաղցի քարին դեմ առավ։ Հատիկ ցած ձենով կասե. Հյուսնի Էֆենդին։ Ինչու համար։ Սերոփ փաշին տարած հացի մեջ թույն խառնելու համար։ Անդրանիկ կասե. Ռես Ավե, դու հայոց մեծավուրի գլուխը մի կճուճ ոսկով ծախեցիր։ Մտար 2 տարեկան հորթի ետև, կավելացնի Գևորգ, հետո էլ քո հարսի ետև։ Ավեի բերան կբացվի որ խոսի։ Ձեռքերը կրծքին, գլուխը կախ կանգնած է պատի տակ։ Իսկ լավ չեր լինի, որ դու մատնություն չանեիր, ու երբ մենք քո դուռ բանայինք, բաց ճակատ կանգնեիր մեր առաջ ու կարիք չունենայիր թաքնվելու հորթի ու հարսի ետև։ Մեղք էր, գործեցի, կամոք թե անկամք։ Ինչ որ ազգը կուզե, թող որոշի, կասե Ավեն ու դեմք շուռ կիտա պատին։ Անդրանիկ աչքով կանե Գևորգ Շաուշին, ու Գևորգը Ավեին կառնե խանչալների տակ։ Կինը ձեռքը կթալե ոսկու կճուճին, գլխանոցը
ցած կընկնի զնգալով։ Դու մի ասի, ռես ավեն, ոսկիների կես շարած կեղնի կընկա ճակատնոցին։ Գևորգ ռեսին էլ կսպանի, կընկան էլ հարսին էլ։ Կուզե ամբողջ տոհմը ջնջե, բայց Անդրանիկը ավելի խղճով կեղնի։ Փետը դեմ գիտակ ասե, մյուսները մեղավոր չեն, ձեռք չտաս։ Ավեի աղբոր պստիկ տղեն դեպքի ժամանակ էդտեղ կեղնի։ Անուն Վարդան է։ Էս տղեն կղժժա ու պատանցքով կփախչի իրենց տուն։ Երբ կվերջացնեն կպրծնեն, Գևորգ Չաուշ կասե. «Էրթանք, Անդրանիկ»։ Անդրանիկ կհարցնե. «Ուր երթանք»։ Չաուշ կասե. «Հայաստանի ցավերը շատ են, էս մեկով գործ չի պրծնի»։ Էդ գյուղի մոտ մի խանդակ կեղնի մանրիկ ավազով։ Անդրանիկ փետը ձեռքին կիջտի էդ խանդակ, մի քիչ կպառկի տաք ավազի մեջ ու կգա կհաստի Գևորգին։ Ու նրանք երկուսով կընկնեն ճամփա։ Երկուստ էլ ֆիդան են, ու հալբաթ իրենք լավ գիտեն, թե ուր պիտի երթան։ Բարով երթան։ Ես լսեցի, թե ինչպես ծաղիկ համբարձումը բարձրաձայն ասաց. «Քեռի Միրո, ես իմ պատմությունը պրծա, իսկ իմ կորեկը…» «Ախ Աստծո, խնամ համբարձում, ես քո կորեկը առանց հերթի պիտի աղամ», ասաց Միրոն։ Այդ ժամանակ մի ծանր ոտնաձայն լսվեց, և մի նոր աղունատեր մտավ ջրաղաց։ Եկողը Գևորգ Չաուշն էր։ Խալիլ։ Գևորգ Չաուշը արագ էր քայլում, իսկ ես ուղղակի վազում էի, որ հասնեմ նրան։ Լսել էի, որ նա միշտ ձիով է շրջում, բայց այս անգամ ինչու էր ոտքով և այդպիսի փութկոտությամբ, չհասկացա։ Ճիշտն ասած, վախենում էի նրանից։ Իմ աչքի առաջ նա սպանել էր իր հորեղբորը։ Ականջովս լսեցի, թե ինչպես դաշույնի տակ էր առել գեղաշենցի ռես ավեին։ Ծուռ սասունցի է, հանկարծ կտա մի ձորի մեջ, կսպանի ինձ, անցնում էր իմ մտքով, չնայած ինքս էլ պակաս ծուռ չէի, թեև հասակով շատ փոքր էի նրանից։ Ամենից առաջ մտածում էի, թե նա որտեղից եկավ և գտավ ինձ ծերունի ջրաղացպանի շողտան մեջ։ Արդյոք դա պատահական հանդիպում էր, թե նպատակով։ Հանկարծ կանգ առավ։ «Դու քիչ առաջ որտեղ էիր», հարցրեց։ «Խութեցի Միրոյի շողտան մեջ»։ «Իսկ մինչև այդ»։ «Մի շաբաթ առաջ Կարմրակ վանքի գերեզմանի վրա էի, դրանից մի օր հետո Բաղեշի բանտում, այսօր այստեղ եմ, իսկ թե վաղը որտեղ կլինեմ, հայտնի չէ»։ «Դու այսօրվանից ինձ հետ կլինես», ասաց Գևորգ Չաուշը և ինձ տարավ դեպի Շմլակի կողմերը։ Երբ հասանք այդ գյուղի տակ, նորից կանգնեց։ «Դու կիրճի ճանապարհը գիտես», հարցրեց։ «Գիտեմ, Արաբոյի ավետարանը այդ կիրճի մեջ է կորել»։ «Լսիր ուրեմն, Խալիլ աղան մուշ է եկել, և վաղ առավոտ խաչուկի սարով պետք է վերադառնա Սասուն։ Այդ այն մարդն է, որ կտրել է Սերոպ աղբյուրի գլուխը։ Մենք բռնաշենի անտառի մեջ նրա գլուխը պիտի կտրենք»։ Երբեք չկասկածեցի, որ Խալիլի գլուխը պիտի թռչի, որովհետև ասողը Գևորգ Չաուշն էր։ «Ինչով կարող եմ օգնել», ասացի ես։ «Դու այդ կիրճով գնա դեպի Բռնաշեն։ Շմլակից վերև, անտառի մեջ, 7 ջոթ քարեր կան, 4 քարը աջ թևի վրա, 3-ը ձախ։ Աջակողմյան նախավերջին ջոթ քարը ծակ է։ Այդ քարին նստած սպասիր։
Լուսադեմին քեզ կմոտենան 3 զինված տղամարդ, գյուղացու մաշված շորերով, որոնցից մեկի ձեռքին փայտ կա։ Ձեռնափայտ ունեցողի անունը քեզ չեմ ասի, իսկ մյուս երկուսից առաջինի անունը Մակար է, երկրորդինը Գալե։ Մակարը Գալեի քեռին է, հենց որ նրանք երևացին, կասես քեռիներ, այսօր ուրբաթ է, թե շաբաթ, ուրիշ բան չասես, դա կլինի քո օգնությունը։ Շմլակի ճակատին հասնելով մենք բաժանվեցինք։ Գևորգ Չաուշը գնաց դեպի վերին Մարնիկ, իսկ ես դիմեցի դեպի Շմլակի կիրճը։ Այդ քարերի տեղը ես լավ գիտեի։ Լեռը այդտեղ ոլորապտույտ էր, և ճամփան անցնում էր ոլորտների վրայով։ Ներքևը ձոր էր, իսկ վերևը խիտ մացառներով ծածկված անտառ։ Շմլակից դեպի Բռնաշեն տանող ճանապարհի այդ մասը կոչվում էր կիրճ, և ես Արաբոյի հետ շատ էի գնացել եկել այդ կիրճով։ Մանավանդ լավ հիշում էի կարմիր ալուրջների ձորը։ Կիրճի ամենանեղ տեղից մի կեռման ծառերի տակով բարձրանում էր դեպի Խաչասար։ Ալուջների պուրակը այդ կեռմանի կողքին էր։ Հասա թե չէ, որոնեցի և գտա այդ 7 ջոթ քարերը և մոտենալով նստեցի աջակողմյան ծակ քարին, ինչպես ասված էր։ Նախ երևացին սպաղանած Մակարը և փայտ բռնած գյուղացին, ապա երևաց Գալեն։ Ձեռնափայտով տղամարդը մի ձեռքով հենված էր Գալեի թևին։ Ես նրան հեշտությամբ ճանաչեցի։ Ղոնդախչի Անդրանիկն էր։ Աչքի տակ, աջ այտի վրա մի գորշագույն խալ կար։ Դեռ չմոտեցած, ես հեռվից ձայն տվեցի. Քեռիներ, այսօր ուրբաթ է, թե շաբաթ։ Երեքն էլ անմիջապես կանգ առան։ Աֆերիմ, տղաս, ասաց Անդրանիկը, այս լեռան անունը ի՞նչ է։ Խաչասար։ Ինձ թողեցին ջոթ քարի մոտ և երեքով շարժվեցին մի ծառի տակ։ Սպաղանած Մակարին մեջքից ճանաչեցի։ Դա այն թիկնեղ ծերունին էր, որին տեսել էի Տաղվրնիկում, Չատոյի գոմի պատի տակ, մի ձեռքին ծխամորճ, մյուս ձեռքը նեցուկ արած ճակատին։ Նույն աժդահա տղամարդն էր, խոշոր, հաստ տրեխներով և աչքերը արնոտ։ Աշիրեթապետ Խալիլ աղայի ազդեցությունը տարածվում էր Սասունից մինչև Մուշ։ Իր կտրածը կտրած էր և կապածը կապած սուլթանի տիրության այդ մասում։ Բողոքողին խոշտանգում էր և տնով տեղով ոչնչացնում, հայ լիներ, թե քուրդ։ Այս ցեղապետը ոչ միայն նենգությամբ սպանել էր աղբյուր Սերոփին և նրա գլուխը ցույցի դրել Բիթլիսի հրապարակում, այլև դրանից մի քանի ամիս առաջ կառավարության զորքերով քանդել էր Տալվորիկի Սպաղանք գյուղը և սրի քաշել բնակիչներին։ Այդ էր պատճառը, որ ծերունի Մակարի աչքերը արնոտ էին։ Կարծես կատաղած գոմեշ լիներ։ Սպաղանցին Անդրանիկից և Գալեից բաժանվելով, եկավ նստեց ծակ քարին, ձեռքը աբայի տակով դաշույնի կրթին դրած։ Նա հանկարծ պոկվեց տեղից և ընկերներին մոտենալով ասաց. «Տղաներ, մենք սխալ տեղ ենք ընտրել, երդանք ծծմակաքիթը և առաջը կտրենք»։ Անդրանիկը առարկեց, ասելով, թե ծծմակում պահվելու տեղ չկա։ Այդ վայրը Մուշին մոտիկ է, կռիվը կշարունակվի մինչև երեկո, փամփուշտը կվերջանա և իրենք կվրիպեն։ Այդ խոսքի վրա երևաց Գևորգ Չաուշը։ Անդրանիկը հարցրեց. Խալիլը մուշ է։ Մուշից դուրս է եկել։ Մարնիկ է գնացել, թե Ալվարինջ։ Ալվարինջով բարձրացել է վերին Մարնիկ։ Ինչով է զբաղված։ Գյուղերից
բռնատուրք է հավաքում։ Երբ է գալու և որ ճանապարհով։ Լուսադեմին դուրս է գալու Մարնիկից և անցնելու է կիրճի ճանապարհով։ Մերոնցից ով կա հետը։ Ամեն բան կարգադրված է։ Նրա շքախմբի հետ լինելու է նաև Մառընկա Պողեն և մի քանի հայ մշակներ։ Սպաղանքը քանդելու և Սերոփին սպանելու համար կառավարությունը Բշարե Խալիլին հրավիրել էր մուշ փաշայական աստիճան տալու և պարգևատրելու սուլթանի ուղարկած պատվանշանով։ Մի ուրիշ պատճառ էլ կար։ Խալիլ աղայի և Շեկո տան աշիրետները իրար թշնամի էին։ Շեկո քրդերից մեկը վերջին կռվում սպանել էր Խալիլի որդուն։ Խալիլը մուշ էր եկել սուլթանի շքանշանը ստանալու, միաժամանակ կառավարությունից զորք պահանջելու, որ պատերազմ սկսի շեկոների դեմ։ Շեկո տան քրդերը տագնապի մեջ էին և արդեն գաղտնի տեսակցություն էին ունեցել Անդրանիկի հետ, խնդրելով նրա օգնությունը։ Արևը սկսել էր վեր բարձրանալ, երբ Գևորգը սուլեց։ Ու ես տեսա, թե ինչպես մի քանի նոր վրիժառուներ եկան, և Անդրանիկը, Գևորգը ու Մակարը նրանց միացած արագորեն դիրքեր գրավեցին կիրճի աջակողմում։ Գալեն իբրև անփորձ զինվոր մտավ ջոթքարի ետև, Անդրանիկի կողքին։ Հոկտեմբեր ամիս էր, և օրը կարծեմ ուրբաթ։ Անտառը դեղնած էր։ Մասուրն ու վարդալուջը կարմրել, թփերից կախվել էին։ Շատ չանցած երևացին մի քանի զինված ғոլամներ, որոնք գնում էին առջևից, իրենց հետ վարելով ավանակների բեռնված մի քարավան։ Շուտով ծառերի միջից երևաց աշիրեթապետի ձիու գլուխը։ Խալիլ աղան թեթևակի կռացած էր դեպի առաջ, բաշլղի թևերը փաթաթած վզի շուրջ։ Ետևից զինված ձիավորներ էին գալիս, իսկ կողքից քայլում էր Մարնիկ գյուղի տանուտերը երեք հայ ծառաների հետ։ Խալիլի ձին հանկարծ ընդոստ կանգ առավ և տարօրինակ վրնջաց. «Աղա, ես քեզ բան ասացի, արի էսօր մի երթա, ետ դարձիր, քո առաջ փորձանք կա», խրատեց տանտերը։ «Լաո, որց ձի է, 1000 բան մտքենք անցնի, երթանք», ասաց աղան, ընթացքը շարունակելով։ Մի քանի քայլի վրա ձին նորից վրնջաց, ականջները խաղացնելով։ Տանուտերը դարձյալ զգուշացրեց, որ ետ դառնան։ Այդ ժամանակ հայ ծառաներից մեկը, որի անունը Պողե էր, ետևից ծածուկ մի կռուպ զարկեց տանուտերին, որ նշանակում էր, թե լռիր։ «Դե լավ, ճամփացույցը դու ես, դու առաջնորդիր, Պողե», ասաց տանուտերը, իր տեղը զիջելով ծառային, իսկ ինքը ետ դարձավ։ Ճամփացույց Պողեն ընկավ Խալիլի ձիու առաջ ու գնացին։ Երբ հասնում էին կիրճի ամենանեղ տեղը, Պողեն ասաց. «Աղա, դու ուշիկ ձին քաշիր գնա, ես իմ չարուխի թելերը կապեմ ու գամ հասնեմ»։ Այդ պատրվակով Պողեն ետ մնաց։ Հայ և քուրդ ծառաներից մի քանիսը նրան հետևելով գնացին մացառների ետևը, ջուր թափելու։ Որտեղից որտեղ մի անձեղ կռավեց ծառի տակ, ճյուղից ճյուղ թռչելով։ Նույն միջոցին ձին փեքոլ արեց և չէր ուզում առաջ գնալ։ Չէ, էսօր իմ առաջ հաստատ փորձանք կա, իր հեծյալ պահապաններին դարձավ Խալիլ աղան և արագությամբ ձիու գլուխը շուռ տվեց, որ փախչի։ Բայց նրանք արդեն խրվել էին կիրճի ամենանեղ տեղը, որտեղից դուրս պրծնելը հեշտ չէր։ «Փաշա, եթե Խալիլ աղային սպանենք, ինձ մի թվանք կտա՞ս», թախանձեց Գալեն։ «Իմ առաջին զարկածի հրացանը քոնն է», ասաց Անդրանիկը։ Սպաղանած Մակարը անհամբեր էր և առաջինը նա կրակեց,
Հարվածը վրիպեց, վայր գլորելով մի հեծյալի։ Խալիլը սարսափահար զարկեց ձիու կողերին, քառասմբակ արշավելով։ Մակարը դիրքը թողած վազեց նրա ետևից։ «Թշվառական, դու իմ ձեռքից չես պրծնի», գոռաց Անդրանիկը, գլուխը ծակ քարի ետևից հանելով։ Այդ ձայնի վրա Աշիրեթապետը ձին կանգնեցրեց, բայց նորից արագությամբ սկսեց վազեցնել։ Ձին էր հեծյալին փախցնողը։ Անդրանիկը կրակեց, ձին վայր ընկավ։ Խալիլի մի ոտքը մնաց ասպանդակի մեջ։ Այդ վիճակով վիրավոր ձին իր տիրոջը բավական տեղ քարշ տալով տարավ։ Ձիավորներից մեկը հրացանը ուղղեց Անդրանիկին։ Երկրորդ գնդակը կանխեց հարվածը, վայր տապալելով ձիավորին։ «Այդ հրացանը գալեին տարեք», կարգադրեց Անդրանիկը երկու զինվորի, որոնցից մեկը մառընկա Պողեն էր, և զենքը ձեռքին, դաշույնը ատամների մեջ սեղմած, խոյացավ Խալիլի վրա։ Նրան տեսնելով Խալիլը վախից փակեց աչքերը։ Աշիրեթապետը ձիու հետ ընկած էր կիրճի մեջ, անկարող շարժվելու։ Անդրանիկը և Մակարը բռնեցին Խալիլի թևերից, թամբից բարձրացրին, ոտքերը ասպանդակից հանեցին և բերեցին ծակ քարի մոտ։ Բարձրահասակ, լայնաթիկունք տղամարդ էր, հագին չուխա վերարկու, մեջքին մետաքսե գոտի, բաշլղը վզի շուրջ։ Գևորգ Չաուշն ու Անդրանիկը երդվել էին, որ սպաղանած Մակարին է պատկանելու Խալիլ աղային պատժելու իրավունքը, եթե նրան ողջ բռնելու լինեն։ Գալեն Անդրանիկի ուղարկած հրացանը վերցնելով, գնացել էր զինված ղոլամների առաջը կտրելու։ Մակարը ուժեղ կրակոցներ լսելով, շտապեց Գալեին օգնության։ Անդրանիկը դահճին նստեցրեց ծակ քարին և նրա գլխի երկայն մազերը հավաքեց բռի մեջ։ Հանկարծ հևասպառ կիրճի մեջ ցատկեց Գևորգ Չաուշը, հեռվից գոռալով. «Մի զարկիր, բան պիտի հարցնեմ»։ Անդրանիկը քրդերեն լավ չգիտեր։ «Գևորգ, ինչ որ կասեմ, թարգմանիր նրան», ասաց Անդրանիկը։ «Բշարե Խալիլ որ կասեն, դու ես»։ «Այո», պատասխանեց Խալիլը։ «Սերոբ֊փաշի գլուխը դու կտրեցիր»։ Խալիլը լուռ էր։ «Դու էիր, որ Սպաղանք գյուղը քանդեցիր և սպանված ռանչպարներին Մակարի տան մեջ լցնելով վառեցիր»։ Նա դարձյալ լուռ էր և գլուխը կախ նայում էր գետնին։ «Դու էիր, որ պատրաստվում էիր սուլթանի զորքով ու զենքով հարձակվել Շեկոտան քրդերի վրա»։ Բավ է, ժամանակս լրացավ, միայն խնդրում եմ, իմ դիակը չփչացնեք։ Դու Սերոբ աղբյուրի գլուխը մեռած տեղը կտրեցիր, իսկ ես քեզ ողջ բռնելով գլուխդ կկտրեմ։ Գևորգ, մեկդիկ հաշիր այդ բաշլղը, գոռաց Անդրանիկը։ Գևորգը բաշլղը հանեց Խալիլի վզից։ Եվ քանի որ Մակարն ուշանում էր, Անդրանիկը դաշույն իջեցրեց։ Մառընկա Պողեն վազեց, որ բռնի, բայց ես ավելի արագության վրա հասնելով, գլուխը բերելով տվեցի Անդրանիկին։ Նրան հանձնեցի նաև իր ձեռնափայտը, որ նետել էր ծառերի տակ։ Այս խաչասարը ինձ բոլորովին բուժեց, տղաս, իմ հոդացավն անցավ, ասկե ետքը, ինձ ոչ ձեռնափայտ է պետք, ոչ տաք ավազ, իմ ուզածը հիմա մի տոպրակ է։ Մացառներից խշշրտոց լսվեց, հրացանները այդ կողմ ուղղվեցին։ Փաշա, մի զարկեք, ես հայ եմ։ Եվ տոպրակ ուսին մի գյուղացի թփուտից դուրս գալով, այլայլված կանգնեց մեր առաջ։ Եկել էր անտառ ալուջ ժողովելու։ Այդ լեռան վերևը դեռ քոչվորական վրաններ կային։
Հավարն արդեն ընկած էր և լեռը իրար անցած։ Հասեք, ջանֆիդաները Խալիլ աղուն սպանեցին, սարեսար վազելով ձայն էին տալիս քրդերը իրար։ Գևորգ, այս պատանին կտրիչ տղա է, եթե նա չլիներ, Խալիլ աղայի գլուխը գլորվելով մինչև ձորը կերթար։ Ապա դառնալով շվարած գյուղացուն, ասաց. Քո ալուջները ինչպես ուզում ես տար, ես քեզ պարտք մնացի մի տոպրակ։ Կիրճից ելավ Գալեն, բերելով Խալիլի ձիու գորգապատ թամբը։ Մի բրդոտ շուն, նրա ոտքերի մոտով գետինը հոտոտելով, նետվեց կիրճի մեջ։ Ում շունն էր, չիմացանք։ Գևորգ, դու քո հարցը մոռացար, հիշեց Անդրանիկը։ Մեռածին էլ, ինչ հարց։ Ես պարկը շալակեցի և մենք ելանք ճամփա, դեպի Սասուն։ Ասորի ցեղապետի ձին։ Մենք արագ քայլերով անցանք Հավատորիկի սարերը և շրջվեցինք Քոփ գյուղի վրա։ Ահա դուքան է Զեֆրան, շենիքի գլուխը, ասաց սպաղանած Մակարը, ձեռքը ուղղելով դեպի շենիկցիների հեռավոր ամառանոցը Կուրտիկ լեռան լանջին։ Էնտեղ եղավ 7 գդալի կռիվը, շարունակեց ծերունին։ 1882 թվականի ամռանը շենիկցիների ամառանոցից փախցրած 7 գդալի պատճառով շաբաթներ տևող մեծ կռիվ է ծագում Խոշկանցի զինված քրդերի և հայերի միջև։ Շենիկցիներին հաջողվում է իրենց լեռներից վռնդել Խոշկանցի աղաներին և վերադարձնել բռնագրաված գդալները։ Քեռի Մակարն ասաց, որ ինքը մասնակցել է շենիկցիների այդ ճակատամարտին և իր թիկունքին 2 հին սպի ունի այդ տարիներից մնացած։ Էն օրվանից Չախմախլին իմ ձեռքից չի իջել, ավելացրեց ծերունին։ Քոփը Արշնած երկրի 7 գյուղերից մեկն էր և պատկանում էր Խալիլ աղային։ Այդ գյուղի ռեսը և Դհոլ թաղի ռեսը, որ հյուր էր այդտեղ, օջախի մոտ նստած չիբուխ էին ծխում։ Հայտնի էր, որ կատարվածի մասին տեղյակ չէին։ Ձևական բարևից հետո Անդրանիկը դիմեց Քոփի մեծավորին։ Ինչ լուր կա, ռես։ Դրսեն եկողը դուք եք, լուրը ձեզ մոտ է, ասաց ռեսը։ Ասում են մուշից զորք պիտի գա Շեկոտան վրա։ Մենք էլ լսած ենք, ափո, բայց չգիտենք որքան ստույգ է։ Մեր աղան հիմա մուշ է։ Մեր մարդիկ նրան տվել են 3000 զորք, 600 ձիավոր և թնդանոց, որ գա Շեկոների վրա։ Ինչու եք եկել էս կողմերը։ Չէ որ Քոփը Խալիլի գյուղն է։ Ձեր աղան է մեզ հրավիրել։ Ինչ բանի համար։ Տեսակցության համար։ Մեր աղան, ասաց Քոփի ռեսը, աչքերը զարմանքից մեզ վրա պտտացնելով։ Այո, ձեր աղան։ Մեր աղան քո գլուխը կտրելու հրաման է բերած Պորսեն։ Սերոփի գլխից հետո քո գլուխը կտրելը հեշտացավ։ Տեսակցության մասին խոսք լինել չի կարող։ Ռեսը լռեց և սկսեց ոտքերով զարկել աթոռին։ Կփափագես աղայիդ տեսնել, հարցրեց Անդրանիկը։ Աղայիս, ինչպես։ Եթե կփափագես, կարող ես տեսնել։ Քոփի մեծավորը, Անդրանիկի դեմքի պաղարյուն արտահայտությունից սաստիկ շփոթված, մերթ մեկիս, մերթ մեկելի դեմքին էր նայում։ Իրավ է ռես, որ Խալիլ աղան Քոփ է եկել, հարցրեց Դհոլ թաղի ռեսը։ Ինչ կխոսես, եթե աղան Քոփ գար, ամբողջ գյուղը պիտի գիտենար։ Եկել է, ասաց Գևորգ Չաուշը, և տոպրակը իմ մեջքից առնելով, օջախի լույսի առջև գլխիվայր շրջեց։ Ահա, աղատ։ Դհոլ թաղի ռեսը
աչքի ծայրով նայեց նրան։ Խալիլի լեզուն ատամների միջից դուրս էր ընկած։ Քոփի ծերունին մեկից շտկվեց նստած տեղից, տեսածը ստուգելու։ Հանկարծ դհոլ թաղի ռեսը չիբուխը վերցնելով, սկսեց զարկել գլխին, զայրացած գոչելով. «Ուտեիր, լավ չէր»։ Ես իմ բեռը շալակեցի, և մենք ռեսի տնից դուրս եկանք։ Բավական հեռացել էինք քոփից, երբ տեսանք մի քուրդ լեռան գագաթից վազում է դեպի Շենիկ և Սեմալ գյուղերը, բարձրաձայն աղաղակելով. «Ուրախացե՛ք, հայեր և Շեկոտան քրդեր, Ջանֆիդայինները Խալիլ աղային սպանեցին, Բռնաշենի կիրճում հրացանը ձգություն էր, թոզ ու դումանը երկինք է բռնել, աչքովդ տեսար, որ սպանեցին», արձագանքեց Խալիլի աշիրեթին թշնամի մի ուրիշ քուրդ, 7 գդալի հակառակ կողմից նրան ընդառաջ վազելով։ «Տեսա, տեսա, մի շուն կանգնած լիզում էր Խալիլի արյունը, սև սուքի մեջ են Խալիլի տունը և նրա կնիկը»։ «Խալիլի կնիկը եթե սուքի մեջ է, թող ինձ հետ ամուսնանա, ես սրա սուքը կփարատեմ», պատասխանեց ընդառաջ վազող քուրդը և ետ դառնալով Մրկեմոզանի խոտավետ մարգագետնով սլացավ դեպի Շենիկ, ուրախալի լուրը բարեկամ քրդերին հայտնելու։ Շուտով Շեկոտան հարյուրավոր քրդեր ցնծագին աղաղակներով շարժվեցին դեպի մեր կողմը։ Բոլորն էլ գունագեղ տարազ էին հագած, բրդյա սև-սպիտակ քոլոզների շուրջը փաթաթած գույնզգույն թաշկինակներ, ոմանք զենքով, շատերն էլ առանց զենքի։ Առջևից եկողը Շեկոտան մեծավորն էր, իր հավատարիմ մարդկանց հետ ձիերը հեծած։ Նրա ազդանշանով բոլորը իջան թամբերից և ձեռքերը կրծքերին խոնարհվեցին Գևորգ Չաուշի և Շապինանդի առաջ։ «Խուաշբե Անդրանիկ Փաշա, Խուաշբե Գևորգ Չաուշ», գոչեցին միաբերան և 3 անգամ իրենց մեծավորի հետ խոնարհվելով ու բարձրանալով գոհունակություն հայտնեցին իրենց ամենամեծ թշնամուն ոչնչացած տեսնելու համար։ Տարածել էին, որ Անդրանիկի վզից կախված է Բշարե Խալիլի Հմայիլը, և նրան կյանքում այլևս ոչ մի գնդակ չի դիպչի։ Մանրամասնորեն պատմում էին, թե ով է կտրել Բալաքսի ավազակապետի գլուխը։ Ոմանք ասում էին, թե Շապինանդն է կտրել, մյուսները, թե Գևորգ Չաուշը։ «Մի հարվածով դաշույնը մինչև խոսափող իջավ», պարծենում էր նրանցից մեկը իբրև ականատես։ Բերնեբերան փախցնում էին սպաղանած Մակարի և Գալեի անունները, հսկայական քաջություն վերագրելով նաև Մառընկա Պողեին, որ անզգույշ գյուղապետին մի կռուպ տալով ստիպել էր ետ դառնալ, իրենց աշիրեթի կատաղի թշնամուն առաջնորդելով հայդուկների թաքստոցի վրա։ Նրանք իրենց հիացմունքի մի փոքրիկ բաժինը հանում էին նմանապես և ինձ համար, զարմացած նայելով իմ պատանեկան խրոխտ դեմքին, հերոսական նշաններ որոնելով այնտեղ։ Օ, եթե իմանային, որ Խալիլի գլուխը այդ միջոցին գտնվում էր իմ շալակին կապված ալուջի պարկի մեջ։ Ու հանկարծ այդ ամբողջ բազմությունը սկսեց երգել հայ ֆիդայիններին նվիրված մի երգ. «Օ Սասունի կապուտակ երկինք, մեկ էլ քեզ կտեսնեմ իմ գլխիս վերև, մեկ էլ կլսեմ այդ երգը կյանքում»։ Անդրանիկը, Գևորգ Չաուշը, Քեռի Մակարը, Գալեն և Մառընկա Պողեն մանկան անհոգությամբ նայում էին այդ բազմությանը, կարծես այդ երգը ոչ մի առնչություն չուներ իրենց հետ, կարծես այդ երգի հերոսները իրենք չէին։ Պատռված, մաշված էին նրանց հագուստները, այնքան հին ու մաշված էին, որ մեկ-երկուսի մարմինը երևում էր միջից, և անկարելի էր հավատալ, որ այդ գովասանքը նրանց էր ուղղված։ Այդ երգից հետո բազմությունը ճեղքելով Անդրանիկին և Գևորգ Չաուշին մոտեցավ մի թիկնեղ ծերունի։ Ազգով ասորի էր, մորուքը շատությունից կոխել էր ծոցը։ Մի որդի ուներ և մի ձի։ Ձին տվեց Անդրանիկին,
իսկ որդուն Գևորգ Չաուշին, և ասաց. «Ձիուս անունը Ասլան է, որդուս անունը Աբդելո. երկուստ էլ սասունցի են, ծնված Խարզանում։ Կարմիր իրիցոց ավետարանում գրված է, որ Սուրբ Աղբերիկի վանքի առաջին վանահայրը եղել է Ասուրի Աբդելոն։ Իմ տոհմի ծագումը Աբդելոյից է։ Ասորին երեք բան չի կարող զիջել ուրիշի. ձի, զենք, զավակ։ Բայց դուք ուրիշ չեք, դուք մերն եք, և ես իմ ձին ու որդին նվիրում եմ ձեզ։ Իմ հայրը սպանվել է 7 գդալի կռվին, Շենիքցիների կողմից կռվելով Խոշկանցի զինված աղաների դեմ։ Այսօր մեր ամենամեծ օրն է, որովհետև ոչնչացված է մեր և ձեր ամենամեծ թշնամին, որն ուզում էր սուլթանի զորքով և իր աշիրեթով հարձակվել մեր վրա։ Ընդունեք Սերունի ցեղապետիս այս համեստ նվերը, հայրենիքը կորցրած բոլոր ասորիների և Շեկոտան քրդերի կողմից։ Եվ թող հավիտյան անխախտ մնա հայ, քուրդ և ասորի լեռնականների բարեկամությունը։ Բարձրահասակ, գեղադեմ երիտասարդ էր Աբդելոն, բայց իմ ուշադրությունը ամենից շատ գրավեց Ասորի ցեղապետի ձին։ Սպիտակին խառը կարմրամազ մի մտրուկ էր Ասլանը, կապույտ փուլերով պճնված։ Գլուխը փոքր էր, աչքերը մանր, տեսքով նման էր վագրի, ոտքերը բարձր ու բարակ, ռունգերը լայն բացված։ Արևի փայլի տակ ամբողջ մորթը կարմիր երանգներ էր ստանում։ Հրաժեշտ տալով մեզ դիմավորելու եկած քրդերի բազմությանը և ասորի ծերունուն, ու վերջին անգամ հայացք նետելով Շենիկ և Սեմալ գյուղերի ամառանոցներին, մենք դուրս եկանք 7 գդալի լեռնադաշտից, մեզ հետ տանելով ցեղապետի որդուն և նրա ձիու քուռակին՝ Ասլանին։ Ճանապարհին Անդրանիկը կարգադրեց, որ իրենից առաջ շտապեմ Գելի, մի ապահով տեղ պատրաստելու Ասորի ցեղապետի ձիու համար։